Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, ողջույն պարոն Պապիկյան, շնորհակալություն այս հնարավորության համար։ Մտադիր էի հարցազրույցն այլ կերպ սկսել, սակայն ցավոք ստիպված եմ սկսել զինված ուժերում այսօր գրանցված զինծառայողի մահվան դեպքից, ըստ քննչական կոմիտեի քրգործ է հարուցվել զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչու ունենք այսպիսի դեպքեր բանակում, պարոն Պապիկյան։ Բնականաբար դա շատ ցավալի դեպք է ու պաշտպանության նախարարության ընդհանրապես բոլորի համար խիստ անցանկալի, բայց երբեմն դրանցից խուսափել ուղղակի հնարավոր չի լինում, հաշվի առնելով, որ մարդիկ գալով պաշտպանության նախարարություն բանակ իրենց հետ բերում են նաև որոշակի արժեքներ, կարծրատիպեր, ընդհանրապես դեպքերը տարբեր են, ես հիմա խոսեցի մահվան դեպքերի մասին առհասարակ, ոչ սրա, որովհետև մանրամասների մասին այս բանի ոչինչ ասել չեմ կարող, քանի որ գործը քննության շրջանակներում է, բայց շատ հանգամանքներով է սա պայմանավորված եւ պիտի բանակին նայել որպես հասարակության մի մաս։ Գնեք, դա ձեր պատասխանատվությունը չի ցրում, չէ՞ որ դա ռեժիմային գործի է։ Մենք չենք հրաժարվում մեր պատասխանատվությունից, այսինքն պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի կոտրի են կարծրատիպերը, որոնցով երիտասարդները գալիս են բանակ։ Քանդի են համակարգերը, որոնք մեր հասարակությունը ուղղակի բսկտում են, այսպես ասած։ Քրեական ենթամշակույթի տարրերը բանակում անելիք չունեն, գործ չունեն, բայց այստեղ պետքա հսկայական աշխատանք կատարել։ Իհարկե նաև այլ պատճառներ կան բանակի սպայական համակարգի համալրվածության տոկոսի բարձրացմանը զուգահեռ, նաև մեր կողմից սերժանտական համակարգի ներդրմանը զուգահեռ նման դեպքերը գնալով պիտի պակասեն։ Քանի նման դեպքեր չեն պակասել եւ հանրությունը չի զգում, որ զրոյականին գոնե մոտ մակարդակ է իջեցվում, պարոն Պապիկյան, ինչքան էլ զորահանդես արվի նոր զինատեսակներ, գնվեն դրանք ինչ խոսք շատ լավ են, բայց արդյոք կարող ենք ունենալ կայացած բանակից, որտեղ զինծառայողի կյանքը ամեն դեպքում ապահովագրված է։ Ես մի հարցում չեմ համաձայնի ձեզ հետ, որ արդյունք չկա, որովհետեւ նույն 24 թվականի նկատմամբ 25 թվականին մեր դեպքերը 40%-ից ավելի պակասել են։ Դեպքերը առհասարակ։ Մահվան դեպքերը, թե։ Այո, մահվան դեպքերը եւ ընդհանրապես դեպքերը։ Սպանություններ ինքնասպանություն։ Սպանություն ընդհանրապես չենք ունեցել մենք 25 թվականին։ Այո, մենք 25 թվականին սպանության դեպքեր չենք ունեցել։ Ամեն դեպքում կներեք, ես ՀԿ-ի տվյալը բերեմ, սպանության 2 դեպք են առանձնացրել։ Մենք հրապարակում ենք տարվա վերջին բոլոր տվյալները, նաև դատախազությունը իր ամփոփման մեջ ամեն տարի հրապարակում է թվեր, կխնդրեմ այդ թվերը հաշվի առնել, որովհետև կարող են ձեր ձեռքի տակ լինել դեպքեր նաև, որոնք պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորքերին չեն վերաբերում, այդ թվում նաև սահմանապահ կամ այլ կամավորական։ Ամեն դեպքում այլ տվյալ կար ՀԿ-ի 25-ի զեկույցում, անդրադառնանք զորահանդեսին, վարչապետը ասաց զորահանդեսում ցուցադրված զենքերը նոր են, իսկ ինչքանով է այդ զինտեխնիկան, որը ցուցադրվեց, պարոն Պապիկյան, կարողունակ Հայաստանի անվտանգային կարիքները բավարարել, արտաքին ագրեսիայից պաշտպանել, հաշվի առնելով, որ ռիսկային հարևանները մի քանի անգամ այսպես ռեսուրսներով գերազանցում են ներկայացնում։ Միանգամայն կարողունակ են, բայց ինչ վերաբերում է այլ երկրների ռեսուրսներին, մենք մրցավազքի մեջ չենք պատրաստվում մտնել։ Ավելին ասեմ, մենք հիմա բանակը վերազինում ենք մեր ծրագրերին համապատասխան, բանակի կերպափոխման հայեցակարգին համապատասխան։ Ամեն դեպքում այսինքն դրա համար կան ղեկավար փաստաթղթեր, ռիսկային աղբյուրների հետ չեք առնչվում, ինչ ռեսուրսներ ունեն, համեմատություն պետք է որ արվի ամեն դեպքում։ Յուրաքանչյուր երկիր գնահատում է բնականաբար իր ռիսկերը, բայց նորից եմ կրկնում, մեր գնված սպառազինությունը ամենևին մրցավազքի մասին չէ, որովհետև դա մեզ լավ տեղ չի տանի։ Մենք ավելի շատ հակված ենք նրան, որպեսզի մեծացնենք մեր բանակի կարողությունները, այն դարձնենք առավել պաշտպանունակ։ Ինչը եւ արվում է։ Դուք չեք ուզում բացարձակ ասել, որ մենք անվտանգ կլինենք։ Մենք հիմա ապրում ենք խաղաղ ժամանակաշրջանում եւ քայլեր ենք կատարում, որպեսզի այդ խաղաղությունը դառնա վերջնական եւ հարատև։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի ունենանք բանակ, ավելին ասեմ, մենք պիտի ունենանք այնպիսի կենսունակ եւ պաշտպանունակ բանակ, որը կբացառի, որ որևէ երկիր գայթակղություն կունենա մեր երկրի վրա հարձակվել։
Պարոն Պապիկյան, ինչու են ֆրանսիական, հնդկական եւ այլ զինատեսակները անվանափոխված հայկական հիմնականում դիցաբանական աստվածների անուններով ֆրանսիական տարբեր զենքեր ենք տեսնում, բայց դրանք իրենց բնական անուններով չէին։ Պատճառներից մեկը եղել է այն, որ գնման շրջանում դա իրենից ենթադրել է որոշակի գաղտնիության նպատակ, իսկ զորահանդեսի ժամանակ մենք անունները ուղղակի չենք փոխել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր զինված ուժերում դրանք կրում են պայմանական անուններ։ Դրանք պայմանական անուններ են։ Այո, պայմանական են, իհարկե, մենք չենք կարող անվանափոխել արտադրող երկրի զինատեսակը։ Դրանք պայմանական հայկական անուններ են։ Որովհետև միամիտ դիտորդը կարող էր կարծել, որ Արամազդը արտադրել է հայ ռազմաարդյունաբերողը, մինչդեռ այն ֆրանսիական Սեզարն է։ Չի կարող, որովհետև մենք դրա մասին հայտարարել ենք, այսինքն յուրաքանչյուր զինատեսակի ցուցադրության ժամանակ հայտարարվել է արտասահմանյան արտադրության կամ հայկական արտադրություն։ Իսկ համատեղ արտադրություններ կան, արդյունավետ գործակցություն կա, մենք հաճախ ենք ձեզ տեսնում թե Հնդկաստանում, թե Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում ընդհանրական պաշտոնական հաղորդագրություններ եք ընթերցում, բայց վերջնարդյունք որպես այդպեսին, քանի որ դուք հաճախ չեք հարցազրույցներ տալիս այդ թվում, մեզ չեն կարողանում հարցնել, արդյոք Հայաստանը բերում է համատեղ արտադրություններ, տեխնոլոգիաներ, ինչ ենք ստանում։ Վստահեցնում եմ կգա ժամանակ, որ նաև կխոսենք դրա մասին։ Լավ, չբացեցիք փակագծերը, 21-ին ԿՊ-ի ծրագրում նշվում էր, որ զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի արդիականացումը իրականացվելու է նախ եւ առաջ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ 26-ի ծրագրում շեշտը դրվում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրմի զարգացման, հայրենական արտադրության, համապարփակ պաշտպանության համակարգի աշճանական ներդրման վրա ինչու է տեղի ունեցել այս փոփոխությունը, պարոն Պապիկյան, եւ ինչ արդյունքներ կարող են ներկայացնել։ Ես խնդրեմ ուղղակի նման հարց ձևակերպելիս ուղղակի նայենք 5 տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել մեզ հետ եւ մեր տարածաշրջանում։ Նախ 21-ից հետո մենք ունեցել ենք 22 թվական։ 22 թվականին Հայաստանը ենթարկվել է հարձակման եւ դրա արդյունքում մենք չենք ստացել այն աջակցությունը, որ ակնկալում էինք եւ մեզ համար ակնհայտ է դարձել, որ այն անվտանգային համակարգը, որի վրա մենք հույս ենք դրել, դա ուղղակի ի վիճակի չէ կամ կենսունակ չէ ապահովել մեր անվտանգությունը եւ բնականաբար մենք քայլեր ենք ձեռնարկել մեծացնելու մեր սեփական կարողությունները, որպեսզի մենք ինքներս լինենք պատասխանատու մեր անվտանգության համար։ Ռազմաարդյունաբերությունը արդյոք կարող է մեզ բերել հասցնել որպես պետություն ինքնաբավության ընդունելի մակարդակի, հաշվի առնելով, որ ճգնաժամային իրավիճակում սահմանները փակվում են, լրջագույն խնդիրներ կան ներկրումների հետ կապված, հետևաբար սեփական ռազմաարդյունաբերության դերը այստեղ աճում է, ինչ նպատակ է դրված եւ ինչ արդյունքներ։ Բնականաբար ամեն ինչ պիտի անենք, որ ունենանք ապագայում նման իրավիճակ, այսինքն մեր սեփական ռազմաարդյունաբերությունը ամբողջությամբ բավարարի մեր կարիքները, բայց պիտի նաեւ իրատես լինել, այսինքն մենք աշխատում ենք երկու ուղղությամբ, զարգացնում ենք տեղական ռազմաարդյունաբերությունը, բայց միևնույն ժամանակ նորացնում ենք մեր սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան տեխնոլոգիապես զարգացած, հագեցած սպառազինությամբ։ Այսինքն սրանք պետք է միմյանց զուգահեռ շարժվեն, իհարկե նաեւ գնման պայմանագրերը մի օր պիտի ենթադրեն, որ տեղում պիտի ունենանք արտադրանքներ համատեղ, ինչպես դուք արդեն նշեցիք։ Եվ ինչի մասին չուզեցիք այսօր փակագծեր բացել։ Այո, բայց այստեղ գործնական արդյունքներ չկան այդ պատճառով, պարոն Պապիկյան։ Գործնական արդյունքներ կլինեն, ես նորից եմ կրկնում, չեմ ուզում բացել, ինչպես դուք նշեցիք, փակագծեր չեմ ուզում բացել, բայց մեր նպատակները միտված են նաև դրան։ Բայց ամենակարևոր քայլերից մեկը, որ մենք 22 թվականից հետո իրականացրել ենք, դա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուկաների եւ առհասարակ հարաբերությունների դիվերսիֆիկացիան է։ Եվ 4 տարում դա մեզ հաջողվել է։ Դիվերսիֆիկացիա, այսինքն ձեր գաղափարախոսություն կախում մի քանի այլ կենտրոններից։ Մեկ կենտրոնից կախումը վերածել բազմաթիվ գործընկերներից կախման կամ համագործակցության,
որը կբերի ճիշտ բալանսի։ Դա խնդիր չի առաջացնում, որովհետև տարբեր երկրներ տարբեր զինտեխնիկաներ են արտադրում, այսինքն ընդհանուր Հնդկաստանը կարող է ռուսական լիցենզիայով կամ տեխնոլոգիաներով զենք արտադրել, որը գալիս է Հայաստան եւ պետք է համադրվի նատոական չափանիշներով ստեղծված ֆրանսիական, այլ զինատեսակների հետ ընդդիմադիրներից, օրինակ Նարեկ Կարապետյան վերջերս քննադատում էր, որ իրար այսպես համահունչ լինելու խնդիր կա, ասում է մեծ անհամահունչություն կա, զենքերը իրար հետ չեն խոսում։ Կարծում եմ քաղաքական գործիչները նման գնահատական տալուց պիտի որոշակի զգուշավորություն ցուցաբերեն, որովհետև զենքի տեսակի գնման որոշումները ընդունվում են ոչ քաղաքական որոշմամբ։ Դրա մասին կարծիք են տալիս մասնագետները, եւ միայն մասնագետների կարծիքի հիման վրա է, որ մենք կարողանում ենք գնում կատարել։ Լավ, գնում Պաշտպանության նախարարը իր ճաշակով գնումներ չի կատարում։ Դրա համար կան մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնք այդ որոշումը ընդունում են։ Իսկ անհամահունչությունները վերացում են, թե չկան այդպիսի անհամահունչություններ։ Գիտեք ինչ կա ռուսական կամ սովետական տիպի սպառազինություն, որը մեր բանակում առկա է, եւ կա նոր գնված տեխնիկա, որ օրինակ նույն հրետանին 155 մմ-անոց, վերջերս շատ քննարկված 155 մմ-անոց, դա նոր բան է մեր բանակի համար, բայց մեկը մյուսին չի խանգարում։ Այսինքն կառավարման համակարգերը մեկ կենտրոնից կառավարելու հնարավորություն այսօր ունեն։ Այսինքն սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնելիս մենք շատ հանգամանքներ ենք հաշվի առնում։ Պարոն Պապիկյան, եթե կարելի է զենքը նվեր ստանալ կամ էժան գնել, ինչպես նշյալ ընդդիմադիր գործիչն է ասում, գալով իշխանության, իրենց օրոք այդպես է լինելու, ինչու եք դուք թանկ զենք գնում, իհարկե նշելով, որ դրանք նոր են, բայց ամեն դեպքում ստացվում է, որ կան էժան, երբեմն նվեր տվող զենքի աղբյուրներ։ Այնչու Հայաստանի իշխանությունը չի օգտվում այդպիսի բոնուսներից։ Մենք օգտվում ենք այն հնարավորություններից, որ շուկան այսօր մեզ ընձեռել է, կան միջազգային գներ, որը որևէ մեկը չի կարող շրջանցել, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած, հավանաբար ես պատկերացնում եմ, որ երկրի մասին է, նմանատիպ նվերներ մենք չենք ուզում ընդունել։ Իհարկե կան դաշնակցային պայմանագրեր, որոնց բերումով սպառազինություն եւ ռազմական տեխնիկան կարելի է գնել ցածր գնով, տեղական գներով, այսինքն ներքին շուկայի համար նախատեսված գներով, որը նույնպես մենք օգտագործում ենք։ Դուք նաև հրապարակում տեսել եք այդ թվում նաև ռուսական արտադրության զենքեր։ Ես չեմ ասի, որ զինատեսակների մասին է խոսքը, այո, կան զինատեսակներ, որոնք մենք օգտվել ենք հնարավորությունից, բայց նորից եմ ասում, մենք հակված չենք ստանալ նվեր այնպիսի զենքեր, որոնք տեխնոլոգիապես զիջելու են նորագույն զենքերի։ Բաց խոսենք Ռուսաստանի մասն է խոսքը։ Այո, այդ թվում նաև Ռուսաստանից, հիմա նույն նվերը կարող է տալ նաև Ֆրանսիան կամ Հնդկաստանը։ Ես խոսում եմ ընդհանրապես նվեր ստանալ մի բան, որը պիտանի չի ռազմի դաշտում կամ պիտանի էր 70-80-ական թվականներին։ Իդեպ պիտանելիության մասին Սերժ Սարգսյանի ժամանակ Փարքով եւ Շուքով Իսկանդեր մշակութային ռազմավարական համակարգը ցուցադրվեց, սակայն պատերազմում ենք նրա արդյունավետությունը այդպես էլ չտեսենք, այսինքն չերևաց այն ռազմական օպերացիան Իսկանդերի կատարմամբ, որը կարող էր բեկում կամ ելք փոխել։ Ինչ երաշխիք կա, պարոն Պապիկյան, որ ձեր օրոք գնված այս զենքերը, որոնք դուք գովաբանում եք նոր, արդիական, տեխնոլոգիական եւ այլն, կիրառվելու են պրոֆեսիոնալ եւ արդյունավետ, եթե իհարկե Աստված միացե դրա անհրաժեշտությունը լինի, գրագիտության հարցը ոնց է լուծվում։ Մեր մասնագետները զենքը գնելուց հետո բնականաբար անցնում են համապատասխան պատրաստություն, այն փորձարկում է ոչ միայն արտադրող երկրում, այլև Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տվյալ զորատեսակի վարժանքներ, զորավարժություններ, այդքան շահարկված եւ քննադատված։ Զորավարժությունները անցկացվում են, իդեպ ընդդիմությունը հաճախ է հիշեցնում, ասում որ այո, մենք անց ենք կացնում զորատեսակների տարին մի քանի անգամ, այն ինչ պլանավորված է մեր զինված ուժերի զարգացման պլաններում։ Բայց այսպես մեծ շուկով դրանց մասին չի խոսվում եւ դա հիմք է տալիս պնդելու, որ ընդհանրապես զորավարժություններ չեն անցկացվում։ Որովհետեւ մեր զորավարժությունները ըստ զորատեսակների են եւ որևէ մեկի դեմ չեն ուղված հատուկ։ Տեսեք, քարոզչության որոշակի տարեր չկային ամեն դեպքում այդ զորահանդեսի անցկացման
շրջանի հետ։ Կարող ենք օրինակ փետրվարին անել, դեկտեմբերին, չէ՞ որ զենքերը եկել են մարտին, ապրիլին, բայց ոչ մայիսին ընտրությունից 12 օր առաջ կամ ավելին ընդդիմությունը ասում է սա նպատակ ուներ ոչ միայն այդ հաշվետվություն տալ հանրությանը, այլև քարոզչություն իրականացնել ՔՊ-ի կողմից, այսինքն դուք բանակի ռեսուրսը օգտագործեցիք քարոզչության նպատակով, որն է ձեր մեկնաբանությունը։ Այսինքն ընդդիմությունը ընդունում է, որ բանակում կատարվել են այնպիսի աշխատանքներ, որոնց հաշվետվությունը կարող է դրական ազդեցություն ունենալ, դրական ելք մեզ համար ընտրությունների արդյունքների վրա։ Ենթադրում եմ, դա խոստովանություն է, որ այո, մենք ունենք ձեռքբերումներ։ Ինչ վերաբերում է ժամկետին, նախ մենք սկսած հունվար ամսից զորավարժության նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, այսինքն մեկ օրում չի մեզ տրվել այն ամենը, ինչ մենք ցույց ենք տվել հանրապետության հրապարակում։ Ամիսներ շարունակ մարդիկ տեխնաջան աշխատանք են կատարել դրա համար, իսկ հարմար ժամկետը հիմա էր, քանի որ ավարտում էր նաև մեր հերթական հնգամյա կառավարումը, մենք հաշվետվություն ներկայացրինք մեր հանրությանը։ Պարոն Պապիկյան, ինչու հատկապես պաշտպանական բնույթի զինտեխնիկա ցուցադրվեց, Հայաստան չի գնում հարձակողական բնույթի զենքեր, քանի որ համարում է, որ օրինակ ինքը որևէ օրակարգ չունի հարևան որևէ պետության դեմ հարձակվելու հետևաբար չունի նման զինատեսակների կարիք, թե դրանք կան պարզապես չեն ցուցադրվել, որ դա սադրանք չընկալվի, այսպես բարձրագոչ ցուցադրություն չընկալվի։ Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ ցուցադրվել են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում նաեւ տարբեր հեռահարության, բայց ինչպես առիթ եմ ունեցել նշելու, մենք շեշտը դրել ենք պաշտպանական բանակ ունենալու վրա եւ նպատակ չունենք մեր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ կատարել։ Իսկ եթե մեր պետության տարածքի ինչ-որ հատված զավթեն եւ մենք հարկադրված լինենք հարձակվել այդ տարածքի վրա, զինտեխնիկան Ռոբերտ, դա պատերազմի մասին է, պատերազմը այլ իրավիճակ է։ Նկատի ունի հարձակման օրակարգ պիտի որ ունենա ամեն դեպքում բանակը, եթե իր տարածքը դրանք կարող են ձևակերպել հակահարձակում, կարող են ձևակերպել պաշտպանություն, դա ճաշակի հարց է։ Լավ, քննադատությունից մեկն այն է, որ Փաշինյանը 6 տարի առաջ նստում էր Սու-30-ը, շոուեր կազմակերպում, հետո պարզվեց, որ մարտագլխիկներ չկային, դրանք չկիրառվեցին պաշտպանության հարցում, չունենք կադրեր եւ այլն։ Հիմա էլ այս զորահանդեսով դուք առաջացրիք անվտանգության պատրանք եւ որ զորահանդեսը չի պաշտպանելու Ադրբեջանի հարձակումից, միևնույնն է դուք քաղաքական, այսպես զիջումներ եք անելու, ինչքան էլ զենքեր գնեք, սա հիմնական ուժեղ Հայաստանից էր այս քննադատությունը, ինչ երաշխիք կարող եք տալ, որ դա տեղի չի ունենալու, պարոն Պապիկյան։ Անկեղծ ասած, ես չեմ լսել ում խոսքերն եք հիմա ցիտում, բայց մի բան միանշանակ է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանում լինի խաղաղություն։ Ու խաղաղություն ունենալը, խաղաղություն հաստատելը եւ այդ խաղաղության նկատմամբ փաղաքշական կամ հոգատար քաղաքականությունը դա պիտի լինի յուրաքանչյուրիս անելիքը։ Այսինքն ռազմատենչ հայտարարությունները, պատերազմին միտված ցանկացած ցուցադրական բաներ, խաղաղության եղած խաղաղությունը, փաստացի խաղաղությունը ըստ էության վտանգելու է։ Եվ բնական է մենք որպես խաղաղության ջատագովներ, որպես Հայաստանի Հանրապետության այս ոլորտի պատասխանատուներ ջանք են գործադրում, որպեսզի դա տեղի չունենա։ Իսկ այն մարդիկ, ովքեր չունեն պատասխանատվություն, բնականաբար կարող են անել հայտարարություններ, որի համար հետևանքներ չեն լինում ըստ իրենց, բայց ցանկացած խոսք ունի արժեք եւ հետևանք։ Իսկ ինչ վերաբերում է մեր պաշտպանական կարողություններին, ես առիթ ունեցա նշելու, որ մեր բանակը շարունակելու է զարգանալ, շարունակելու ենք դարձնել այն պրոֆեսիոնալ եւ մեր անվտանգությունը շարունակում է լինել ամենակարևորն ու առաջնայինը։ Այդ տեսեք, ձեր այս պնդումը կասկածի տակ է դրվում հաճախ, նաև ռազմական բյուջեի կամ պաշտպանական բյուջեի կրճատման, ֆիզիկական թվերի կրճատման պատճառով 25-ին պաշտպանական բյուջեն 664.6 միլիարդ, դրամեր 26-ին 561.1 միլիարդ, 101 միլիարդով պակաս կամ 15.3%-ով, այդ կխնդրեմ բացատրեք։ Ինչու, պարոն Պապիկյան, արդյոք սա անվտանգության վակուում չի առաջացնում։ Ես դա բազմիցս դրա մասին խոսել եմ, բացատրելու մի քանի առիթ ունեցել եմ, ուրեմն քննադատները որևէ խոսալու տեղ չունեն։ Միայն իմ պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանում
2022-ից 25 թվականների ընթացքում 5 ու 4 անգամ ավելի գումար է ծախսվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, քան մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածի 20 տարիների ընթացքում։ Ավելին ասեմ, պաշտպանական բյուջեն 25 թվականին 640 միլիոն դոլարից դարձել է 1.7 միլիոն 1 միլիարդ 700 միլիոն դոլար։ 1.7 միլիարդ Իսկ թվերի կրճատումը մարդկանց մի քիչ դեպրեսիայի մեջ է գցում։ Մարդիկ դեպրեսիայի մեջ չեն ընկել, մարդկանց փորձել են դեպրեսիայի մեջ գցել, որովհետև պատկերը հետևյալն է. մենք ունեցել ենք 23-24 թվականներին բյուջեի դինամիկա աճ, 25 թվականին մենք կտրուկ բարձրացրել ենք մեր ծախսերը, որովհետև պայմանագրեր կնքելը ենթադրում է վճարել նաև կանխավճարներ, այսինքն մեր 26 թվականի պլանավորածից մենք շուրջ 100 միլիարդ բերել ենք առաջ, ծախսեր ենք կատարել, իսկ դինամիկան չի խախտվել։ Եթե դուք 24, 25, 26 նայեք թվերը, ապա համաչափ աճ է նկատվում այստեղ, այսինքն այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, ավելին ասեմ, ես երբ խոսեցի թվերի եւ գնված սպառազինության ու ռազմական տեխնիկայի մասին, կարծում եմ այդ թվերը առավել խոսուն են, քան որոշ մարդկանց էմոցիաները։ Պարոն Պապիկյան, հիշում եք բոլորս ադրբեջանական ներխուժումները 21, 22, 23 թվականներին, թե ինչքան վատ պայմաններում մեր զին ծառայողը գտնվում, խրամատում, ցեխոտ, անպաշտպան, գալիս են եւ անզեն մարդկանց գերեվարում են եւ մենք հասկանում ենք, որ Հայաստանի պաշտպանական համակարգը չի կարողացել պատշաճ կահավորել առաջնագիծը։ Դուք հաճախ ծաղրում եք, այսպես ասած, կներեք, կանսերվի բանկա երևույթը, ասելով սա նախկին իշխանության պաշտպանական համակարգերն են։ Դուք ասացիք, որ բազմաթիվ ամրացված շրջաններ են կառուցվել 22-ը միայն Սյունիքում 33 տեղամասերով 44 միլիարդ դրամ է ծախսվել։ Ինչ է արվում ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանը համալրել պաշտպանական ամրացված շրջաններ, որոնք կլինեն արդյունավետ, իսկ արդյունավետության մասին ես մի դիտարկում ունեմ այդ։ Նախ ես կոռեկտ չեմ համարել երբեք նախկին պաշտպանության նախարարների մասին խոսել կամ քննադատել նրանց աշխատանքը։ Ձեր թիմակիցներն իմ շուրթերից դուք դա չեք լսել, սոցցանցերում, բայց դա չի նշանակում, որ դա ճշմարտություն չի։ Ես իհարկե համաձայն եմ իմ գործընկերների հետ։ Ավելին ասեմ, այս տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել առաջնագծում։ Երբ մենք խոսում ենք ռազմական բյուջեի մեծացման մասին, դա միայն սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնելու մասին չէ։ Դա նշանակում են նաեւ ամրաշինական աշխատանքներ։ Մենք այս պահին տասնյակ միլիարդավոր դրամներ ենք ծախսում սահմանում ամրություններ կառուցելու համար։ Ես չգիտեմ դուք անձամբ առիթ ունեցել եք մասնակցելու մեր կազմակերպած նմանատիպ այցերին, մենք կառուցել ենք հսկայական ամրաշինական կառույցներ, ամրացված շրջաններ, որոնք մեր երկրի սահմանները ամրացնելու նպատակ ունեն։ Դրան զուգահեռ մենք նաև մեծացրել ենք մեր մարտական հենակետերի, պաշտպանական դիրքերի կարողությունները, հնարավորությունները, այնտեղ նույնպես հսկայական աշխատանք է կատարվել։ Հարյուրավոր կիլոմետրերով մենք դաշտային ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի պաշտպանական դիրքեր։ Ուզում եք ասել ցեխոտ խրամատներ այլևս չկան, պարոն Պապիկյան։ Կարելի է ասել, որ դրանք այլևս անցյալում են։ Հուսանք ձեր այս խոսքը չեն կտրի եւ այսպես դնի մի ցեխոտ մարտական հենակետի հետ եւ ասի, որ պարոն Պապիկյան կա։ Գիտեք, այն աշճանի աշխատանքները այն մակարդակի են արվել վերջին տարիներին, որ դա գտնելու համար հսկայական ջանք կպահանջվի։ Ամեն դեպքում հնարավոր է գտնել, ես այդպես հասկացա։ Ես դա ամբողջությամբ հերքում եմ, որովհետեւ գուցե վերջին 1 տարվա ընթացքում բոլոր դիրքերը այցելելու հնարավորություն անձամբ չեմ ունեցել, բայց ես մշտական զեկույցներ եմ ստանում, այդ թվում նաև նկարների, տեսանյութերի տեսքով, որոնք խոսում են նրա մասին, որ իմ առաջադրած խնդիրները կատարվում են։ Ընդդիմությունը չելենջի հետաքրքիր տարբերակ ստացավ։ Դուք ցուցադրել եք պաշտպանական բունկերներ հագեցված ենթադրաբար եւ ձեր պնդմամբ զինվորի կյանքը ապահովագրող տեխնոլոգիաներով, բայց այդ թվում է տաղավարում քննադատություն հնչեց, որ ձեր ցուցադրած բունկերը կդիմանա առաջին հարվածին, բայց հրետանու հրթիռի հարվածի դիմադրել ունակ չէ։ Այդ ինչ խնդիրների են ունակ այդ բունկերները
կատարել, սպասարկել եւ ընդհանրապես դրանք պաշտպանական այդ ամրացված շրջանները, որ ասում եք բունկերի մասին է խոսքը, նույն այսպես ասենք կահավորանքով ամրացված շրջանների մասին։ Խոսքը ստորգետնյա երկաթբետոնյա կառույցների մասին է, որոնք իհարկե չեմ համաձայնի, որ դա որևէ խնդիր չի լուծում, դա շատ լուրջ խնդիրներ է լուծում, Աստված մի արածце, որ մի օր դրա կարիքը լինի ապացուցելու, բայց այն որ մենք ունենք այնպիսի ամրացված սահմաններ արդեն դրանց թիվը մի քանի տասնյակերի դեպ, որոնք ունակ են դիմագրավել ոչ միայն առաջին հարվածը, այլև երկար ժամանակ պաշտպանական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության բանակի համար, դա միանշանակ է։ Իսկ ինչ վերաբերում է հրթիռային հարվածներին, հրետանու հարվածը որևէ բան չի կարող անել մեր ամրացված դիրքերին։ Իսկ հրթիռայինը Հրթիռային հարվածները կարող են լուծել շատ խնդիրներ, բայց դրա համար պետք են տասնյակ, հարյուրավոր, հազարավոր հրթիռներ։ Հակաօդային պաշտպանությունը ինչ վիճակում է, պարոն Պապիկյան, մենք այսօրվա պատերազմը երբ որ դիտարկում ենք, հասկանում ենք, որ երբեմն կարիք էլ չկա հարևան պետության տարածքը ներխուժել հրթիռային համակարգերով, եթե հոպը արդյունավետ չի տվյալ երկրի, ոչնչացնում են ընդհանուր ռազմական ղեկավարության, հղումներ չանենք, բոլորս հայտնի են։ Արդյոք այս ուղղությամբ որոշակի արդյունավետ աշխատանք արվել է, դատելով նաև մեր նախորդ խնդիրներից, որ ունեցել։ Այո, էական աշխատանք է կատարվել, դա նաև տեսանելի էր զորահանդեսի ժամանակ։ Իհարկե ոչ ամբողջությամբ էր դա տեսանելի, մենք ունենք նաև այլ կարողություններ, որոնք զորահանդեսի ժամանակ չեն ցուցադրվել, բայց հակաօդային պաշտպանության մասին խոսելիս պիտի շատ զգույշ լինել, հաշվի առնելով, որ աշխարհում այսպես ասած, ապահով կամ հակաօդային պաշտպանության լուրջ հովանոց ունեցող երկրներ ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ դրանք այնքան էլ պաշտպանված չեն, ինչքան թվացել է։ Դրա համար սա այն ուղղությունն է, որտեղ հսկայական ու մշտական աշխատանքի կարիք կա, որովհետև տեխնոլոգիաները զարգանում են, փոխվում են պատերազմի եւ մարտաձևերի ձևերն ու կանոնները, հակաօդային պաշտպանության միջոցը հաճախ իր հրթիռների գնով չի կարողանում մրցակցել հարվածային միջոցներին, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերին, այսինքն սա մի համակարգ է, որը պիտի բալանսավորվի նաև անօդաչու համակարգերի հագեցմամբ, ավելացմամբ, պետք է ունենալ նաև այնպիսի կարողություններ, որ պոտենցիալ հակառակորդը մտածի նաև իր հակաօդային պաշտպանության միջոցների եւ նմանատիպ հարվածներ ստանալու մասին։ Տասնյակից ավելի ԱԹՍ-ներ ցուցադրվեցին, դրանք ինչ խնդիր են լուծելու։ Տարբեր խնդիրներ։ Ամենաարդյունավետ զինատեսակը մարտավարականից մինչև ռազմավարական նշանակության խնդիրներ են լուծելու։ Հեռահարությունը տարբեր հեռահարության ԱԹՍ-ներ են, իհարկե այնտեղ ոչ բոլոր կարողություններն են բացվել, բայց գոնե հեռահարության մասին ինֆորմացիա տրվել է։ Շատ լավ, գերբը ինչու փոխեցիք։ Մենք դրա մասին պարզաբանում ենք տվել, կարծում եմ դա ամբողջությամբ փակել է բոլոր քննադատությունները, Ամեն դեպքում հանրային քննարկումներ չեղավ, ինչը կարելի էր անել, ինչը չէ, մի տեսակ տիպողական տարր չկար, որ սա է եւ վերջ։ Բայց ինչ պիտի քննարկեինք հանրության հետ, դա եմ ուզում հասկանալ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին չէ։ Խոսքը բանակի զինանշանի մասին է, որը հաստատվել էր 2000-ականների սկզբին, եւ դա հիմա կանոնակարգվում է նախարարի հրամանով։ Իսկ Հայաստանի Հանրապետության քարտեզը զինանշանի վրա դնելու զինված ուժը դա ավելորդ այսպես բացատրելու տպավորություն չի ստեղծում, որ մեր բանակը միայն մեր տարածքն է պաշտպանում, ավելորդ անգամ այսպես դա ավելի է պարզեցնում, որ Հայաստանի Հանրապետության բանակը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը։ Պարոն Պապիկյան, Ֆրանսիայի Միացյալ Նահանգների նաև Հնդկաստանի հետ արդեն նշեցինք ձեր մակարդակով եղել են այցելություններ, հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության հռչակագրում նաև պաշտպանական բնույթի գործընկերություն կա, Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից գործուված ամերիկացի ռեզիդենտ խորհրդատու պաշտպանության նախարարությունում կա ԱՄՆ եւ Ֆրանսիան, ինչ ընդհանրապես որակական եւ քանակական դերակատարություն են կատարում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների հարցերում։ Մենք տեսնում ենք հագուստը, որը նոր պետք է լինի, բայց վստահաբար միայն հագուստով նատոական չափանիշների բանակը չի անցնի։ Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ,
Հունաստանի հետ, այդ երկրները մեզ օգնում են տարբեր հարցերում։ Այո, գաղտնիք չի, դա հայտարարված է, որ այստեղ գործում են նաև Ֆրանսիայի ներկայացուցիչներ, ովքեր օգնում են մեզ տարբեր բարեփոխումներ իրականացնելիս, նաև այդ հարցում օգնում են եւ ամերիկացիները, եւ մի շարք եվրոպական երկրներ, այնպես որ սա process է, որտեղ մենք օգնության մեկնաձեռքը սեղմում ենք ու կարծում ենք շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կերպափոխման հայեցակարգը իրականացնելիս նաև փորձառու գործընկերների աջակցություն ունենանք։ Այդ ձեռքսեղմումը հաճախ խանդեր է առաջացնում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որ նրանց հետ չեք բարեփոխում բանակը։ Ինչու եք ընտրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի այլ գործընկերների եվրոպական Հայաստանի բանակի բարեփոխման տրամաբանությունը եւ ոչ Ռուսաստան։ Մեր կերպափոխման տրամաբանությունը համընկնում է այս երկրների զարգացման տրամաբանության հետ այդ իսկ պատճառով։ Իսկ այսպես ասած սովետական ռազմական մտածելակերպից ինչպես եք ազատում մեր զինվորականությանը։ Դանդաղ, զգույշ, բայց հաստատուն քայլերով։ Լավ, դուք քննադատեցիք այսպես ընդդիմությանը որոշ հարցերում, նրանք էլ ձեզ հիշեցնում են անցյալից ձեր անցյալից մի հայտնի դրվագ, երբ դուք դանակահարել եք ըստ ընդդիմության ձեր մեղադրանքի ձեր հրամանատարին, ինչի համար դատապարտվել եք եւ հաճախ են հարցնում այս պատմությունը հաշվի առնելով ինչ իրավունք ունեք խոսել, չգիտեմ, բարեփոխումներից, ոչ կանոնադրային հարաբերություններից, այս ընտրաշարում սա այսպես հաճախ քննարկված հարց է, արդյոք դա այդ բեռը, այսպես ձևակերպենք, ձեզ չի խանգարում այս հարցերում, պարոն Պապիկյան։ Տարիներ առաջ ես ուղիղ եթերում դա պարզաբանելու հնարավորություն եմ ունեցել, կարծում եմ դա բավարար է, որպեսզի մեր հանրությունը որոշի ու տա իր գնահատականը, բայց ավելին ասեմ, դե չի մարվել, անդադ կարելի է մի հարցի մասին խոսել, բայց չի նշանակում, որ այդ հարցը հավելյալ պարզաբանման կարիք ունի։ Ես ուղղակի մի բանի վրա կհրավիրեմ ձեր ուշադրությունը, նախ իհարկե զորակոչվել եմ Հայաստանի Հանրապետության բանակ, բայց միջադեպը, որի մասին խոսում են, ինչը ի դեպ ես երբեք չեմ ընդունել, ես նման մեղք չեմ գործել ու չեմ ընդունել ես նման բան։ Եվ երկրորդը ես չեմ ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում ու որևէ հայ սպայի կամ սերժանտի կամ ավագի հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ Ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար եմ։ Ռուսական բանակում եք ծառայել։ Կարծում եմ պարզաբանման հավելյալ կարիք չկա, ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, ես սահմանապահ չհստակեցնեք։ Ես սահմանապահ զորքերում եմ ծառայել։ Ռուսական սահմանապահ զորքերում եք ծառայել։ Այո։ Եվ այնուհետև ծառայությունը շարունակել եմ Հայաստանի Հանրապետության բանակում։ Իսկ ինչով էր պայմանավորված այլ պետության բանակում ծառայելը։ Դա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ է, այսօր էլ հայ շատ տղաներ ծառայում են Ռուսաստանի սահմանապահ զորքերում, ովքեր պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանները Թուրքիա եւ Իրանի ուղղությամբ։ Հո դա անվստահություն չէր սեփական երկրի բանակի նկատմամբ։ Իմ կողմից։ Այո, ռուսական սահմանապահները ծառայել։ Իհարկե ոչ։ Իսկ դանակարության դեպքը ռուս հրամանատարի է առնչվում, պարոն Պապիկյան։ Ես նշեցի, որ միջադեպ, բայց ես նորից եմ նշում, ես նման մեղք չեմ ընդունել, ես նման արարք չեմ իրականացրել։ Ես նման արարք չեմ ընդունել։ Դատապարտվել չի նշանակում, որ ես մեղավոր եմ։ Ռուսական դատարանն է, ինչքան գիտեմ, դատապարտել ես։ Այո։ Լավ, անցնենք առաջ, պարոն Պապիկյան, տեսեք, եթե ասում ենք, որ քաղաքական թիմը հաճախ է մեղադրում ձեր նախկիններ, այսպես կեղծիքների մեջ եւ այլն, շուտով ընտրություններ հունիսի 7-ին եւ արդյոք այսօրվա զինված ուժերում կան կամ արտահայտման բավարար պայմաններ զինծառայողների, արդյոք դուք որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ չեք տրվելու կամ արդեն իսկ չեք տրվել գայթակղությանը այս բավականին խոշոր մարդկային ռեսուրսը օգտագործելու ձեր կուսակցության օգտին ուղղորդել ընտրել քաղաքացիական պայմանագրին եւ հարցը ամփոփեմ արդյոք հասանել են բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը զինվորներին, ինչպես են նրանք կողմնորոշվում, ինչպես են ինֆորմացիա ստանում, խնդրեմ։ Գիտեք, նախ նման կասկած կամ մեղադրանք հնչեցնելը, օրինակ այսօր մամուլում էլ կար նմանատիպ մի մեղադրանք, ես նման հիմք չեմ տվել, որը մեկը չի կարող նման փաստի մասին խոսել, նախ հիմա ես գտնվում եմ արձակուրդում
եւ որպես կուսակցական իմ աշխատանքն եմ կատարում։ Զինված ուժերը քաղաքական չեզոքություն ունեն եւ զինված ուժերը շարունակելու են իրենց քաղաքական չեզոքությունը պահպանել։ Իսկ ինչ վերաբերում է գայթակղությանը, ես այսօր տեսել եմ ընդդիմադիր падգամավորներից մեկն էր կոչ անում զինվորներին, որպեսզի քվեարկեն այս կամ այն կերպ։ Կոչ անելը ուրիշ է, վարչական ռեսուրսը օգտագործելը հրամանատարներն նման կոչ չի անում։ Կարծում եմ սա էլ կարևոր տարբերություն է, ու բոլորը դա զինվորներն էլ են դա տեսնում։ Լավ, հուսանք այդպիսի ապացույցներ չեն հայտնվի, պարոն Պապիկյան։ Կարող է վստահ լինել։ Տեսեք, նաև հետևյալը, ինչ է առաջարկում ձեր քաղաքական ուժը Հայաստանի զինված ուժերի արդիականացման բարեփոխման համար առաջիկա 5 տարիների ընթացքի կտրվածքով, եթե դուք ստանձնեք իշխանությունը հունիսի 7-ին։ Մենք խոսեցինք ավելի շատ անցյալից կատարվածից, բայց ենթադրում եմ դուք ունեք նաև այսպես խոստումներ, ծրագրեր, ինչ է տեղի ունենալու բանակի հետ, եթե դուք վերընտրվեք։ Գիտեք, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ես նշեցի Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի մասին, որը փաստաթուղթ է, որից բխում են մեր փոփոխությունները։ Եվ այդ փաստաթուղթը մեկ օրվա համար չի, եւ բնականաբար մենք շարունակելու ենք բանակի զարգացումը մեր կերպափոխման հայեցակարգին համապատասխան։ Ավելին ասեմ, մենք ունենք նաեւ ղեկավար փաստաթղթեր, օրինակ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ծրագիր, սրանք հաստատվում են անվտանգության խորհրդով եւ բնականաբար սա մաս է կազմում մեր հետագա անելիքների ու քայլերի։ Իսկ կոնկրետացումներ կլինեն, նոր հագուստը հասկացանք, ինչ նոր հագուստը առաջիկայում սկսվի process, գնման process, ու դա արդեն մյուս տարի հավանաբար ամբողջությամբ հասանելի կլինի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին, շարունակվում են բարեփոխումները եւ պրոֆեսիոնալ բանակի անցման, այսինքն շարունակվելու են պաշտպան հայրենիաց ծրագիրը, վերջերս մենք նոր օրենք ընդունեցինք, որը թույլ է տալիս, որպեսզի տղաները 5 տարի պաշտպան հայրենիացի ծրագրի տղաները 5 տարի ծառայելուց հետո եւս 2 եւ 5 տարով պայմանագրեր կնքեն։ Սա շարունակվելու է։ Մյուս կարևոր բանը դա պրոֆեսիոնալ սերժանտական համակարգն է։ Երբ առաջին հարցը տվեցիք, ես խոսեցի սպաների համալրման տոկոսի մասին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան չի ունեցել բավարար քանակով ուսանողներ, որոնք համալրելու էին մեր բանակի շարքերը։ Իմ այս 4 տարիների ջանքերի արդյունքում մենք անգամներով ավելացրել ենք այդ թիվը, ու այս պահին մենք կարող ենք խոսել շուրջ 200-ի մասին, այսօր արդեն շուրջ 200 պատանի որոշում են ընդունել դառնալ զինվորական։ Շարունակելու ենք սոցիալական ծրագրերը, մենք մի որոշում ընդունեցինք նաև վերջերս, որով նախկինում 90-ականների եւ 2000-ականների սպաներին բնակարաններով ապահովելու են մարդկանց, ում նկատմամբ պետությունը ունի պարտավորություն։ Այդ խնդիրները լուծելու համար առաջիկա 4 տարիների ընթացքում արդեն իսկ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտող տղաները կստանան բնակարանի վկայական, այսինքն սրանք հարցեր են, որոնք ամենօրյա ռեժիմով մեր ուշադրության տակ են եւ շարունակելու են առաջ գնալ։ Մի կարճ ճշտում համալրումից խոսեցիք, ինչ որ մամուլում տեղեկություններ կային, որ ընտրակաշառքով Ռուսաստանից Հայաստան ժամանած անձինք, որոնք պետք է ըստ այդ տեղեկությունների քվեարկեն ընդդիմադիր մի ուժի համար, տարվում է վարժական հավաքների։ Արդյոք ճիշտ է այս տեղեկությունը, պարոն Պապիկյան։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Չեմ բացառում, որ լինի դեպք, երբ քաղաքացին տարիներ շարունակ Հայաստանում եղած չլինի, ու երբ նա Հայաստանի Հանրապետություն է մուտք գործում, դրա մասին տեղեկացվում է զինկոմիսարիատը, ընդ որում կարող են լինել մարդիկ, ովքեր պարտավորություններ ունեն բանակի, այսինքն բանակի նկատմամբ խոսքը վերաբերում է ժամկետային զինծառայության։ Իսկ մասնավոր դեպք ուղղակի չգիտեմ, դրա համար ինձ դժվար է պատասխանել, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ ինչով են տարբերվում նրանք Հայաստանում աշխատող մարդկանցից, ինձ թվում է կարող են իրենք էլ վարժական հավաքների մասնակցել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։